Հովանավանքի դպիրն եք։ Այո։ Կներկայանեք։ Անունս Ռաֆայել է։ Ռաֆայել։ Այո։ Ձեր տատուն թույլ է տալիս արդյոք եկեղեցին նման գործունեություն։ Գիտեք, Սազական է արդյոք այսպես ձևակերպեմ հարցը։ նայեք, եթե այսպես մեկնաբանեմ, կենտրոնանում են կոնկրետ իմ տատուի վերաբերյալ, նշեմ, որ 2020 թվականից հետո թե ինչի եմ եկեղեցուց դուրս եկել, դա Կտրիչ Ներսիսյանին հարցրեք։ Եվ ես եկեղեցից դուրս եմ եկել եւ տվյալ հոգեվորականները, ես միջև այդ ձեռնադրված եմ եղել ու տվյալ հոգեվորականները իրենց վարքով նպաստել են, որպեսզի ես ետ վերադառնամ ու ապաշխարեմ դեպի եկեղեցին վերադառնամ։ Այսինքն երբեք դուրս եկել, երբեք վերադարձել, կնշեք մի փոքր մանրամասն։ Դուրս եմ եկել 2020 թվականին։ Տեսեք, դուք ասում եք նախկին հոգևորական եք, բայց կարգալույծ եղած Սարգսակի հետ էիք Նայեք, Պատարակ մատուցում։ Սարգսակին, դա ում հետ եք։ քահանայիններից։ Քահանա կարգալույծ եղած չի, որովհետև Ստեփան Ասատրյանը կարգալույծ եղած չէ։ ոչ, Տեր Արամն է, նախ առաջին Տեր Արամն է, խնդրում եմ։ Եկեք ճիշտ արտահայտվենք եւ Կտրիչ Ներսիսյանը, քանի որ ինքը իրեն հենց կարգալույծ իր գործելակերպն է արդեն իրան կարգալույծության հասցրել, իսկ կարգալույծության իրեն հասցրած անձը չի կարող անօրինաբար կարգալույծ անել հոգեվորականներին, ովքեր որ խոսում են ճշմարտությունից։ Դուք Մայրաթորի հետ նույն կարծիքը չեք կիսում։ Ոչ։ Ոչ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նույն կարծիքը կիսում եք։ Այո։ Այդքանով Անդեր եք եկել աջակցելու։ Դուք Էջմիածնից։ Ես Էջմիածնից չեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եմ եւ եկել եմ մեր տեխնացուին Արգիշտի Մեխակյանին աջակցելու համար 7։ Որքանով եք ճիշտ համարում այն հանգամանքը, որ ձեր կուսակցությունը, որը նշեցիք, որ այդ կուսակցության մասն եք, մեղադրում է հոգեվորականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց դուք դպիր եք եւ նշում եք, որ դուք ԿՊ անդամ եք։ Նայեք, եկեք այս sense տարբերենք հոգեվորականը, եկեք բարձրաստիճան նախարարին արձանագրենք սա, որ բարձրաստիճան հոգեվորականները նախ իրենք են ղեկավարվում Ռուսաստանի կողմից։ Իսկ ես ինձ որպես անձ եմ, հիմա որպես մարդ եմ դիտարկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Երբ պետք է որպես հոգեվորական եք դիտարկում, երբ պետք է որպես առանձին։ Խնդրում եմ, խոսքս մի ընդհատեք։ Նայեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ընտրելու։ Ու ցանկացած հոգեվորական ունի Իմ ընտրություններին ու մասնակցելու են համայնքի ժողովին։ Ոչ միայն։ Ովքեր են մասնակցելու, եթե ոչ Օրինակ դուք կարող եք Ոչ միայն։ Քարոզաշավը իրականացվում է համայնքի ժողովրդի համար։ Իսկ ես կուսակցության մաս եմ կազմում։ Այսինքն կուսակցական եք։ Այո, ես կուսակցական եմ։ կուսակցական դեպի։ Ու եկեղեցին նորմալ է դա ընդունում։ Այո, լրատվամիջոցներում տարածվել էր կեղծ դպիր արտահայտությունը, ժողովուրդ։ Եկեք մի բան արձանագրենք, որ քահանան իրավունք ունի թույլ տալու, որպեսզի երեխան կամ ինչ որ մեկը շապիկ հագնի։ Դա կեղծ դպիր չի։ Եթե մենք այդպես այս ամեն ինչին այդպես վերաբերվենք, մենք ուղղակի եկեղեցուն ծառայող չենք ունենա, սպասավոր չենք ունենա։ Բոլոր սպասավորները այդպիսին են եկեղեցու։ Բոլորը ոչ, բայց Սպասավոր ձեռնադրվածները չենք ունենա, այո, չենք ունենա, որովհետև շատ քիչ են ձեռնադրված դպիրները եւ սարկավակները։ Դուք կանանք դիտարկենք Մայրաթորը, բայց Մայրաթորի խորանում միայն սարկավակներ են ծառայում։ Դպիրները իրավունք չունեն ծառայելու։ Հիմա առաջիկայում, որը հենց այս հրապարակում հոգևոր հավաք կազմակերպի, եւս աջակցելու եք։ Ահա, գիտեք, ձեր հարցը շատ պրովոկացիոն է ու չեմ ուզենա ուղղակի։ Մեղադրում եք եկեղեցուն, ինչ կա պարովական։ Նայեք, դա կոնկրետ ձեր կարծիքն է։ Ես նման բան Ոչ, դա ձեր հայտարարությունն է։ Իմ հայտարարությունն է, դա իմ սեփական կարծիքն է։ Եկեք տարբերենք։ Ասում եք, որ պետք է Ստեփան Ասատրյանին դիմել Տեր Արամ, բայց մեզ ասում եք, որ կաթողիկոսին գործող ամենայն հայոց դիմում եք Կտրիչ Ներսիսյան։ Կաթողիկոս գոյություն։ Նայեք, Գարեգին կաթողիկոս գոյություն չունի։